կարելի է։ Իհարկե։ Ինձ հետաքրքիր է, դուք ո՞նց եք կարծում Հայաստանի Հանրապետությունում ուժեղ դուխով կամ հպարտ քաղաքացի մնացել է։ Իհարկե, լիքը։ Հա։ Չէ՞ բացի ձեր ղեկավար Դուք օրինակ։ Ես вообще դուխով չեմ Ինչի՞ չի զգացում արդեն հպարտել չեմ։ Ինչի՞։ Ես իմ երկրում իմ քաղաքում դուխով ու հպարտ Ինչի՞։ Բայց դրսերը ոչ դուխով են, ոչ էլ հպարտ։ Դրսերը ինչ կապ ունի, ամեն երկրի քաղաքացուն պետք է դուխով հպարտ լինի, դրսում քաղաքացին ինչի պետք է դրսով։ Մենք մեր երկրում հպարտ ենք, դուխով ենք։ Բա ես մեր երկրի պատասխանատուն եմ, բա դրսի պատասխանատուն ես Բայց եմ։ Հայաստանից ելնում ես դուրս, էլ դու ոչ դուխով ես, ոչ է հպարտ ես, Եղբայր։ որովհետև մնացածը արդեն դուխովաց է ու հպարտացել։ Եղբայր, ուրեմն Ու այդ խաղաղությունը, պարոն Փաշինյան, որ ժամանակավոր բերել եք մեզ, որ այդ խաղաղությունը կապված է զուտ ձեր անձի հետ, որովհետև բազմից ես եւ դուք եւ մնացածը շեշտում եք, որ եթե դուք չլինեք, պատերազմ կլինի։ Բայց արդյոք մեզ պետք է տենց խաղաղություն, եթե մի անձի հետ է կապված այդ խաղաղությունը։ Աստված ոչ ասցե, ես երևի թե այդ ձեր ասածից հետո ամեն օր աղոթում, որ ձեզ բան չլինի, հանդերձ կռիվ չլինի։ Բա որ Աստված ոչ անի, ձեզ մի բան լինի։ Էլ всё, հա, խաղաղություն չի լինի։ որ ավարտեք ես կարձագանքեմ։ Ավարտեցիք, վստահ եք։ Առաջին ամեն քաղաքացի դուխով ու հպարտ պետք է լինի իր երկրում։ Ուրիշ երկրում դուխով ու հպարտ պետք է լինի այդ երկրի քաղաքացին։ Մնացած երկրում մենք հյուրի կարգավիճակում ենք եւ դուխով ու հպարտ լինելու շատ լուրջ սահմանը, այսինքն որ մեկը գա մեր երկրում, մեկը գա ստեղ ուրիշ երկրից, իրան դուխով ու հպարտ բայ ձեզ դուր կգա։ Սաղը գալի պահում է։ Դրսինները, դրսին ով է գալիս, ով է գալիս, ով չի ով օրինակ ով է գալիս, պարսիկները իրան գալիս են դուխով հպարտ են պահում, իրան գալիս են տարվա գիշերը Երևանում մենակ իրանք էին դուխով ու հպարտ նոր տարի անում։ Ոչ, դուք որտեղ եք եղել նոր տարվա գիշերը, որտեղ եք եղել դուք։